Անգամ եւս հայաստղեր հաղորդաշարեն բոլորդ պիտի հետևիկ նոր հետաքրքրաշարժ հարցազրույցիմը։ Երկուշաբթի ապրիլ 14-ին գռնակ դիտել եւ լսել Գյումրիցի բանաստեղծուհի Հասմիկ Գրիգորյանի հարցազրույցը ուղիղ եթերով Radio Stars-ին եւ Radio Stars-ի թիմադեդրեն Գեսորի հետ ժամը 1-ին Լոս Անջելեսի ժամով եւ երեկոյան ժամը 12-ին Հայաստանի ժամով։ Բանաստեղծուհի Հասմիկ Գրիգորյանը պիտի հաղորդե ցեզի դբրոցական անմոռանալի հիշադակներու մասին, իր գդարած տարբեր աշխատանքներու, ինչպես նաև փորձառություններու մասին, ներառյալ իր ունեցած աստվածադուր դաղամթին, ագրոստիկոսներ գրելու եւ ասմունքելու մասին։ Հարցազրույցը կպատրաստե եւ կներկայացնե հաղորդավարուհի Ստեյսի Ավետիքյան Արաբյանը։ Radio Stars-ի ագնթիրներ եւ ունգընթիրներ մի մորնակ հետևելու բանաստեղծուհի Հասմիկ Գրիգորյանի հարցազրույցը երկուշաբթի ապրիլ 14-ին։ Հայաստղեր հաղորդաշարը Radio Stars-ին։ Ջերմ վաղաջուններս Radio Stars-ի Հայաստղեր հաղորդաշարի իմ սիրելի հավատարիմ ունկնդիրներին, ակնդիրներին եւ ռադիոյի անձնակազմին եւ հաղորդավարի Ստեյսի Ավետիքյան Արաբյանին։ Այսօր ձեզ համար ասմունքելու եմ Ստապվիր խորագրով իմ բանաստեղծությունը, նվիրում եմ բոլորին, մաղթում եմ բարձր տրամադրություն հաճելի ժամանց։ Ստապվիր, կյանքը դարձնում է, ինքդ քեզ հետ խռով հոգով, տխուր սրտով ամայացած։ Ստապվիր, չի օգնի բարերդ ուշացած, եւ ծրիր հին մտքերդ կարծրացած, եւ սխալներդ ուղել է հարգավոր, մի փնտրիր աշտար մեղավոր, վաղը ուշ կլինի, ներվել է հարգավոր, եւ հիշիր հավերժ չէ ինչ ունես այսօր, մի օր պետք է փորձնես ամենաթանկը եւ կզղջաս, որ ուշացել ես անել այն ամենը եւ ասել ամենակարևորը, որն էլ ուրախությամբ կլցնի կյանքը դառնացած եւ գուցե կբուժի վիրավոր այն սիրտը վեշկերով պատված։ Հետևիկ միշտ Radio Stars-ին Los Angeles, Կալիֆոռնիայում հարգելիներ, դարձյալ բարի եկացեք Հայաստղեր հաղորդաշարեն ներս։ Այժմ պիտի լսենք Հասմիկ Գրիգորյանի երգերեն նախընտրազները Մին Պոլ Բաղդադյանի մեկնաբանությամբ Ժբդուն Քոաչեր, ապա ես կբացակայեմ շատ կարճ ռոբեմը, որբեսի երկուքս միասին վերադառնանք։ Դուք ինչպես միշտ չհեռանաք, վայելեցեք երգը, վայելեցեք մեր նկարը, որ պիտի տեսնեք ամենջավես, որբեսի երբ միանա բանաստեղծուհի Հասմիկ Գրիգորյանը մեզի լսեք եւ դիտեք։ Լսենք։ Գլսեք Radio Stars, Radio Stars.
կրակու փոցեմ Քո աչերում է Ոպոմ չէ գիծած Կյանքում չէ սիրած Եկեք վայելենք այս գեղեցիկ երգը արդեն կտեսնեք միացած է բանաստեղծի Հասմիկ Գրիգորյանը մի կարճ րոպե եւ ամենջապես կսկսենք մեր այսօրվա հարցազրույցը Կյանքում չէ սիրած Չեմ ուզել խոսքել Պաստելու խոսել Մենք շատ վստահ ենք, թե ինք որքան կսիրեմ ես, փաստը բեք չունենք Այդպես է Ախ չեմ ուզել խոսքել Աստղիմովես կպայլի շողշողուն, շորով, դեսկով, թեմքով Ինձ պավարար Ժխտունքով Եվ իրականությունս էլ համար ինք նախնդրեց սույն երգը, որովհետև իր նախնդրած երգերը մին է և ինք շատ կսիրե հանգուցյալ Պոլ Բաղդասարյանի երգերը։ Քիչ հետ պիտի խոսենք երաժշտության մասին ալ, որքանով կհետևի, որքանով կսիրե, ով է նախնդրած երգիչ երգչուհիները։ Եվ ահա Վասիկ Պոլ Բաղդասարյանի մեկնաբանությամբ լսեցինք «Ժպտուն քո աչեր» երգը Հայ Աստղեր հաղորդաշարին։ Ողջույն սիրելիներ, բարի եկել եք բոլորը դարձյալ հետևելու համար սույն հաղորդաշարը, որ կներկայացնեմ յուրաքանչյուր երկուշաբթի։ Այսօրվա հաղորդաշարի հարգարժան հյուրը Ջանացված է իր սկանչելի ստեղծագործություններով և ըստ երևույթին մեր գյումրեցիները դաղանթավոր և իսկապես դժրաչան հեղինակավոր մարդիկ են։ Բանաստեղծի Հասմիկ Գրիգորյանը ծնվել, մեծացել, ուսանել է Գյումրի քաղաքում, ուր ապրում է ներկայիս։ Միջնակարգ դպրոցը 10-րդ ավարտելուց հետո ընդունվել է 1980 թվականին հաշվաբահական ուսումնական հաստատություն, իսկ ավարտելի հետո աշխատանքի անցել է մեծ գործվածքային արտադրամասում իբր հսկիչ հաշվետար։ Բայց 8-րդ դասարանից ինք հասկացել էր, թե ստացվում էր քրել և նվիրել քայրակներ իր մտերիմներին, այսինքն բարեկամուհիներին։ Համարադուագի ցևով ներկայացնելի ետքմեր այսօրվա հյուրը որցեր բոլորին ծանոթ եւ ջանցված անձնավորություն մնե բարիկալուս կմաղթեմ մեր գյումրիցի հարգված բանաստեղծի Հասմիկ Գրիգորյանին բարի եկացեք հաղորդաշարես ներս հարգարժան հյուրս Բարի օր սիրելի Ստեփան Արաբյան ուրախ եմ հյուրընկալվելու ձեր հաղորդաշարում Ողջունում եմ մեր հավատարիմ ունկնդիրներին, ակնդիրներին։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլորին ձեզ, հատկապես եւ մեր բոլոր սիրելի ունկնդիրների ծաղկազարդը։ Ծաղկազարդ տոնը առաքելական եկեղեցական ժողովրդական տոն է, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Թող ծաղկազարդ տոնը դառնան զարթոնքի հետ խնգաբույրով մեր աղոթքներով սեր երջանկություն առատություն խաղաղություն բերի ողջ հայությանը ամեն ամեն եւ ամեն դարձյալ Նախ շնորհակալ եմ թե այսպես հրաշալի ցևով հարաճապանով է ես ինչպես սկսա դու գալ նույնը սկսակ նախքան մեր հարցազրույցի սկսիլը շատ գեղեցիկ ցայնակրություն ունիմ հարկելի ունգընտիրներ եւ հաղորդաշարի ագընտիրներ լսենք ապա կսկսենք Ռադիո Ստարզի Հայաստղեր հաղորդաշարին Աշնանային մի երեկո մեղմի երաշտության ներքո լուր թախծում էի մենակության մեջ աշնան մռայլ եղանակի հետ քոնս կորցրած մինչուշ գիշեր համակարգիչի դիմաց նստած
եւ պատահական տեսա Ռացոս Թարզի վարվռուն էկրանը Ստեսի Ավետիգյան Արաբյանը խանդավառ գույների մեջ հմային ժպիտը դեմքին կաշտում էր նամակներ երբ տեսա այդ գունագեղ ստուդիայի տաղավարի տեսարանը եւ լսելով գեղեցկուհի հաղորդավարուհու ծիծաղկոտ քնքուշ ձայնը կարծես այդ պահին արևային մի ջերմություն պատեց հոգիս եւ ցրեց մենակություն ու թախից այդ օրվանից սկսեցի հաճախականությամբ հետևել հայաստղեր հաղորդաշարը այնքան իմ մեջ տպավորվեց եւ տարվեցի նշպակեղ հայուհու գեղեցիկ հաղորդաշարով որ դարձավ հոգեհարազատ ինձ եւ նվիրեցի երկու բանաստեղծություններ հայաստղեր հաղորդաշարին եւ Ստեսի անձին իր անվան տարերով ակրոստիկոս հիացած եմ իր աշխատանքով շատ հմուտ բանիմաց խորիմաց հետաքրքրական հարցազրույցներով երգիչների հետ նրանց ոգեշնչում է քաչալրանքի խոսքերով խրատական հայեցի խորհուրդներով վարում է հաղորդաշարը երկու շամ տևողությամբ մեր հայուհին ոչ միայն հիացնում է իր գեղեցկությամբ այլ իր բազմաշնորհ ունակությամբ տիրապետում է 6 օտար լեզուներ օժտված է մարդկային բարձր արժանինքներով մեծ հայրենասեր հայությունով տարված իր աշխատանքին ընտանիքին նվիրված սիրված մեծ հավատքով լցված ընդգրկված է մասնակից է համահայկական բարեգործական ուսակցական խմբավորումներին մեր հայուհին շնորհալի է նաև արվեստի բնագավառում դերասանական ունակությամբ փայլում է բեմահարտագին դերասանուհին իրեն վահել թակուհու կերպարով շնորհակալություն ձեր տարած կատարած աշխատանքների համար ձեր բարձր կատար ողջունում եմ եւ շնորհակալությունս հայտնում հայաստղեր հաղորդաշարի անձնակազմին սիրելի Ստեսի Ավետիգյան Արաբյան Պիեր Արաբյան Հրակ Թաշյան եւ Նելի Ավետիգյան Ստեսի օգնական քույրիկ որ դարձել եք հարազատ մի ընտանիք շնորհակալություն որ ինձ էլ սիրով ընդգրկեցիք ձեր ընտանիք ես էլ մեծ սիրով մատուցում եմ ասմունքով իմ անձնական բանաստեղծությունները մեր սիրելի ունկնդիրներին ակնդիրներին թող որ մեր հարազատ ընտանիքը հարատև լինի անխափան եթերներով ուրախ հարցազրույցներով տաղանդավոր հանդրաճանաչ հյուրերով իրենց խանդավառ երգերով եւ նշպաճաշակ պոեզիայով Աստծո օրհնությունը միշտ լինի հայ ազգին եւ խաղաղություն ողջ աշխարհին ձեզ սիրող հարգող Հասմիկ Գրիգորյան Գյումրիից Այս որքան քեղեցիկ խոսքեր, այս որքան քնահատանք, իսկապես թե ըսկացված եմ, այսպես մի քիչ աչքերս չրոդած են, այս քեղեցիկ խոսքերը լսել էի այդ բանաստեղծի Հասմիկ Գրիգորյան, գիտեմ թե այնիշ որ դուք կասեք միշտ սրդանց է, որովհետև դուք ինչպես որ եք, այդպես կարտահայտվիք, մեծ շնորհակալություն թե արժանի կտեսնեք այս խոսքերին, ես կամ մեր անձնագազնը որ արդեն թուգալ այսօր դարձել եք հայաստղեր հաղորդաշարի մի ընտանիք, մենք դարձել ենք քույրիկներ, եղած ենք քույրերու նման, շնորհակալություն դարձել, բարի եկացեք եւ ցեզիալ օրտնյալ ցաղկազարդ Շնորհակալություն, սիրելի Ստեսի, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ձեր շնորհիվ, ձեր ոգեշնչելու արտիվ իմ ունկնդիրների ինձ քաջալերելու համար, որ ես
համարձակություն ունեցա ներկայացնել իմ բանաստեղծությունները։ Շատ շնորհակալություն, որ պատիվ ունեցա այս կոչման արժանանալու բանաստեղծուի։ Ես ինձ չեմ համարում, ես ինձ համարում եմ սիրողական, չնայած ունեմ 100 բանաստեղծություններ գրված, եւ փոքրիկ բրոշուր ունեմ, ցանկությունս է փոքրիկ գիրք հրատարակել նվիրատվության համար։ Այնքան շնորհակալ եմ եւ վստահ եմ թե նեցուկ կանգնողներ պիտի ելան որովհետեւ դուք կրնակ հրադարակել այն ինչ որ փապակել եք բայց ես հոս կուզեմ անպայման փագակիցի մեջ հիշել եւ շնորհակալություն հայտնել անցիմը եղբոր նման է ինձի հրաչ քեյո որ ինք պատճառ դարձավ ցանոթացնելու ցեզի ես բնավ վկայապար չունեի ծեր ստեղծագործություններեն բայց երբ հրաչ քեյոն այդ բարեխոսությունը կատարեց եւ ցանոթացուց ցեզի եւ ահա վասիկ այսօր դարձակ իմ հաղորդաշարի սյուներեն մին այսինքն դուք այդ սյունն եք այդ ամուր սյունն եք շնորհակալ եմ հրաչ քեյո շնորհակալ եմ եղբայր թե ինձի բանաստեղծի Հասմիկ Գրիգորյանին ցանոթացուցիկ եւ փախտի եղավ թե ինք ասմունք է եւ յուրաքանչյուր երկուշաբթի իր ներկայությունը սիրուն ցևով ցույց տա շնորհակալ եմ Ես նույնպես հայտնում եմ շնորհակալությունս, որպես մարդ տեսակ շատ լավ անձնավորություն է, պատիվ եմ ունեցել զրուցել եմ իր հետ, ողջուններս հրաչ քեյոին եւ մեր բոլոր ունկնդիրներին ես շատ սիրում եմ եւ բոլորն են ինձ հետ կապի մեջ, երբ զրուցում ենք, գրվում ենք, բացիկներ, շնորհավորանքներ Ամեն օր ողջունի գեղեցիկ խոսքեր եմ ստանում եւ ոգեվորվում եմ։ Շնորհակալություն իմ սիրելի հավատարիմ ունկնդիրներ եւ ակնդիրներ։ Արան սիրո կյանքը գեղեցիկ չէ։ Արան սիրո անկարելի է, որովհետև սերն է որ ավելի մեզի թարմ գբահե, ուրեմն իրենց սերն է որ գարդահայտեն իրենց նամակներով, ինչպես որ դուք ասեցիք, իրենց քրությամբ, նկարներով, էմոտիկներով, այսպես տարբեր մեծ շնորհակալություն մեր երկուքի կողմ է։ Այո, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ճանաչում են, ովքեր առաջի անգամն են ռադիո Ստարզի եթերում, թող ամեն օր միանան մեզ, ոչ միայն այսօր, նրանց եմ ողջունում, քանի որ հիմա շատերը գիտենալով որ ես պետք է լինեմ ձեր հյուրը, ուզում եմ հետևողական լինեն Եվ շարունակական լինի իրենց ներկայությունը մեր ռադիո Ստարզի հայտագրերում։ Անպայման, բարի եկել են բոլորնալ։ Եկեք սկսենք մենք նախ խոսենք այդ հրաշալի քաղաքի մասին։ Գյումրին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է ու գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա։ Ինչպես էր ձեր մանկությունը ձեր ծննդավայրում Գյումրիում։ Նախ խոսենք մանկության, ապա պիտի խնդրեմ բացատրելիքներ մեզի փոխանցեք Գյումրիի մասին։ Նախ խոսենք ձեր մանկության մասին։ Ինչպես էր ձեր մանկությունը ձեր ծննդավայրում։ Իմ մանկությունը ցանկացած մարդու մանկություն, անկախ նրանից ինչպես է պայմանները եղել, հա, հեշտ թե դժվար, հաճելի է հիշել, հաճելի անդրադառնալ Մենք 5 երեխա ենք եղել, Ստեյսի ջան, ես երրորդ աղջիկն եմ եղել, հայրս շատ է ուզեցել տղա ունենա, մի 3 աղջիկ, հետո նոր 2 տղա։ Ես շատ խիստ է եղել, որպես ծնող, մենք 3 քույրով միշտ ամեն հարցում, ամեն գործում ծնողների միշտ օգնական ենք եղել։ Մեր սերունդը ընդհանրապես այդպես է եղել։ Մեր սերունդի երեխաները միշտ իրենց ծնողների հետ ամեն գործերում մասնագիծ են եղել։ Թե բանջարանոցում, բերքու բարիկի հարցում, ամեն հարցով ծնողներին միշտ օգտակար են եղել։ Ես դպրոցը այդքան շատ սովորելու սեր ունեցել եմ, բայց ինձ այդքան շատ չեն պահանջել իմ ծնողներս։ Ես տնայնակ գործությամբ ավելի շատ եմ զբաղվել, իսկ քույրերս սովորելուն էին շատ տրամադրում ժամանակը։ Մեծ քույրս դասախոսին ու անգլերեն էր պարապում, մյուս քույրիկս դաշնամուր երաժշտական, իսկ ես տան գործերն էի շատ սիրում։ Սիրում էի տնտեսագործություն, ասեղնագործություն, պարտնոյություն, բայց միաժամանակ
ինքնաուսուցմամբ եմ զբաղվել, մենք շատ քրկեր ունեինք, 500 կդոր գիրք ունեինք, հայրիկս էլ էր շատ կրկասեր։ Ես երբ ընդունվեցի աշխատանքի, իմ աշխատանքս շատ ժամանակատար չէր։ Ես իմ աշխատանքի շնորհիվ քրկեր էի կարդում։ Այո։ Աշխատանքի ժամում ինձ ներելի էր, այնտեղ ղեկավարությունը աչք էին փակում։ Հա, ես այդ ընթացքում շատ սկսեցի գրել։ Գրելը սկսավ նվիրատվությունից, ակրոստիկոս գրելուց, եւ այդպես շարունակական սկսեցի գրել։ Ու այս վերջերը ավելի շատ սկսեցի գրել, քանի որ COVID-ի համաճարակն էր պատճառը, հետո 44-օրյա պատերազմը, գրեցի հայ զինվոր, վերհիշողություն, հաղթություն, բողոք աղոթքս, շատ բանաստեղծություններ այս 4 տարվա ընթացքում շատացավ։ Գստախ քիչ հետ կբիդե խոսենք տարբերությունը ակրոստիկոսներու, բանաստեղծության դխուր եւ ուրախարիտների այս բոլորը բիդե խոսենք, բայց մնանք մեծ at Գյումրիի մեջ, որ այսօր շատ իմ սրտիս մոտ է եւ այսպես ես մի տգար կետ ունիմ Գյումրիի մոտ, փապակս է տեսնել Գյումրին մի օր։ Գյումրին ես Գյումրիից չեմ հեռացել, ես հավատարիմ եմ մնացել Գյումրիին, չնայած մի պահ ստացվեց, որ ամուսնացա, ամուսնուս հետ նորից գնացինք արտերգիր, այնտեղ մենք արտադրություն ունեինք, ես զբաղվել եմ կոշիկի արտադրությամբ, ես պատմությունը սիրել եմ, այդ Կաշվի Կուրձագան էր ավարտած իմ ամուսինս, ինքը կոշիկ էր արտադրում, հա, դե մեզ էլ բախտ վիճակվավ, մեր արտադրանքը սկսեցինք բարեգործություն, նվիրատվություն, երկրաշարժից դժվարներին, հետո Գյումրիում փոքրիկ տնագի մեջ նորից արտադրությունը շարունակեցինք, ես Գյումրիից մի փոքրիկ, մի 3 տարով եմ բացակայել, ես շատ եմ սիրում իմ քաղաքը, շատ ափսոսացի մեր իմ ծննդավայրիս, իմ շենքս, իմ հայրական տունս չկա, նույնը դբրոցս, հա, դբրոցից տեղը ծննդատունն է ներկապային, սիրում եմ իմ Գյումրին, ուղղակի ինչ էի ուզում ասել։ Ձեր ծննդավայրն է, ձեր այսպես հիշողության մեջ ունիք գեղեցիկ մանկության հիշատակներ կամ հրաշալի թեփքեր պատահած է։ Երկրաշարժը շատ կոդրեց Գյումրիցու մեջքը, երկրաշարժը շատ մարդկանց տունը ավիրեց, այդ շատ դժվար էր։ Իմ աղջիկս պետք է ծնվեր Գյումրիում, մենք երկրաշարժի օրը նորից հետարցանք արտերգիր։ Իմ աղջիկս ծնվել է Ռոստով քաղաքում։ Դժբախտաբար երկրաշարժը ստիպած էր։ Գիտենք թե Հասմիկ Գրիգորյան ժամանակին Գյումրիին ապրում էին ռուսներ, քրդեր եւ հույներ։ Հիմա որ գխոսենք ցարտ բնակչության մասին եթե գուսեմ մի քիչ ավելի լավ գիտնալ, միան հայեր են ապրում այլ կալ դարբեր։ Ռուսները հա, շատ կային ռուսներ, մի ժամանակ երկրաշարժից առաջ աշխատատեղերն ու շատ էին, դրսից մեծ խումբեր կգոկային խումբերն ու գմնային Գյումրիում, հատկապես աղջիկները ամուսնանում էին մեր հայ տղաների հետ, հիմա լավ է, այդ չկա արդեն, մեր հայ աղջիկները, մեր հայ տղաները ափսոս են օդար երկրացիներին առնել, թող մեր հայուհիներին առնեն, մեր ազգը բարգավաճի շադանա։ Այո, միշտ պետք է հայությունը բահել, հայկական զգացումը բարձր, բայց եթե ովևէ մի անձի որոշումն է, մենք դեմ պիտի չի կարողանանք կենալ, ընտանիքն է կամ ծնողքն է, որ պետք է փաստե, բայց ուրեմն ներկայիս ոչ միայն հայեր, այլ կգտնվին ռուսներ ալ նույն ժամանակ Գյումրիում։ Այո, կան լավ ռուսներ, որ լավ հայից լավ ընտանիք են կազմել, լավ հայերեն գիտեն, մեր հայկական ադատներով են ինչու՞ չէ։ Շատ լավ։ Միան արի դեղեցություն մեր այսօրվա հետևողներուն թե Գյումրին ունեցել է տարբեր անվանումներ, Գումայրի, Ալեքսանդրոպոլ, Լենինական եւ վերջապես կխոսենք Գյումրի։ Գյումրին շատ մեծ դեղ ունի բոլորի սրտում։ Լավ, եթե տեղեկացվածից, բրավո, Տեսիչան, այո, ժամանակները շատ է փոխվել։ Ես մեր հայկականը Գյումրիում է մի քիչ մնացել, շատ է փոխվել, Եվրոպան մեր սերունդին շատ է փոխել, ավելի
հիմա ազատ են։ Մեր ժամանակ շատ կաշկանդված էինք մենք, հատկապես դպրոցական տարիներում։ Մենք դպրոցում ականջողը չէինք կարող ունենալ, ամաչում էինք ուսուցչուհիներից, շատ քաշված ենք եղել։ Ժամանակի մի դարբեր էր ամաչնում էին աշակերտները եւ ոչ ինչպես որ հիմա աշակերտները այսպես ընկերային ցևով գխոսին իրենց ուսուցիչների հետ, որովհետեւ դուք դպրոց ասեցիք, որ մեկ դպրոցը հաճախել եք։ 35 դպրոցն եմ հաճախել։ Ես ընդհանրապես հիշողություններիս մեջ մնացել է, շատ էի սիրում անգլերեն առարգան, քանի որ անգլերեն առարգան դասավանդում էին ավելի երիտասարդ ուսուցիչները եւ նոր եկողներն էին, սպիրկահայ ուսուցիչներ կգային, հա, այնտեղ ունեինք Ուրեղյան, ունեինք Ծաղիկյան, իրանց դասաժամերին մի քիչ Դերասանուհի Տիգրանուհի ունեինք, Տիգրանուհի Մարտիրոսյան, հիմա ինքը Երևանում է, եթե լսում են, բոլորին ողջունում եմ։ Շատ ուրախ էր անցնում դասաժամերը։ Հիշում եմ, մենք մեր սերունդը երևի բոլորը ունեցել են։ Մի կյանքի օրագիր քիչ տեդր էինք կազմում, այդ տեդրի մեջ բազմաթեշտանի տեդր էլի, գրում էինք անուն ազգանուններ, հարցազրույցներ, հարցեր, ու այդ տեդրը բոլորի ձեռքով պտտվում էր, բոլոր այդ հարցերին պատասխանում էին, անուն ազգանուն, տարեթիվ գրվում էր, այնտեղ խաղեր կար, խաղերի հարցեր, նկարներ, դերասաններ, երգիչներ, այնտեղ կար դիներիտ, չելետանոր եւ այլն մեր վաղվա դերասանները, ճանաչված մարդիկ։ Ուտասեն, հա։ Ովքեր այդ նկարները հավաքում ենք, դժվարությամբ էինք ձեռք բերում ժուրնալներից։ Շատ էի սիրում այդ տեդերը։ Մեր ուսուցիչները նույնիսկ պատասխանել գրանցվել գրել էին հարցերը մեջը։ Ու այդ դրա մի օր կորցրեցի ու շատ ցավալ ապրեցի։ Այսօր որ ձեր ուսուցիչները եթե հետևին ասարսազրույցին հիմա գամ յետքը պիտեսեմ թե այդքան լավ աշակերտ ունեցել են եւ այսօր գասմունք է ունի տաղանթավոր անձնավորությունը որ ունի աստվածածուր ցիրկ աստվածադուր դաղան ուրեմն որքան ձեր ուսուցիչները պետք է հբարտ լինեն ցեզմով Հասմիկ Գրիգորյան։ Ողջունում եմ բոլորին, իմ ուսուցիչներին, հիմա որոշները չկան աշտեն, հանգուցյալ են, Աստված իրենց հոգիները լուսավորի, ովքեր էլ որ կան, Աստված պահաբան իրենց, առողջություն, ողջունում եմ դասընկերուհիներիս, դասընկերներիս, հիշում եմ Հայաստանի 58-ամյակը նշեցինք, միջոցառում արեցինք, մեր աշխարհագրության ուսուցչուհի մի կարճ ժամանակով մեզ դասվար եղավ, փորձեր էինք անում դասասենյակում ասես թե ամեկինը հանձնարարել էին ոդանավորներ, բարեր ու մտածում էին թե ով պետք է եշկի երկող ով կա տեսան որ հեչ մարդ չկա ուսուցչուհիս սավ նուժելի ռուսերեն ասեցի հնարավոր չէ այսքան երեխաների միջից ոչ մեկը ձայն չունենա Աղջիկները ինձ դիմեցին, փորձի, ես ձայն չունեմ, չեմ կարող, եւ հետո ամաչում եմ, փորձերի ժամանակ համարձակություն ունեցա, երգեցի, բայց երբ որ արդեն միջոցառումը սկսվեց, փոշմանել էի, որ համաձայնվել էի, սեղաններին գեղեցիկ ծաղկամաններ կային ծաղիկներով, այդ ինձ փրկեց, ես թաքնվեցի ծաղկամանի հետևում, ու սկսեցի երգել, տարական ուսուցչուհին, որ իմ ձայնս հաճախակի չէր լսել, միշտ պասիվ եմ եղել, զարմացել էր, Հասմիկը այսինչ գեղեցիկ ձայն ունի, այդ տպավորվել էի մեջը, հա։ Ամաչնում էի, բայց նույն ժամանակ երգեցիք համարձակորեն։ Համարձակորեն էի, որտեղ արդեն թաքնվել էի ծաղիկների ունջի տակ, ծաղկաման։
Իսկապես թե ինչպես ասեցիք փրկել է ցեզի ցաղգամանը, բայց որովհետև ձեր անունը առաջարկած են եւ ըսած են հասմիկ երկելու համար։ Արդյոք այդ դպրոցական տարիների կամ համտեսների ընթացքում բահանջվել էր ցեզ մեթե ասմունքեք ունեիք այդ ցիրկը բզդիկ դարիքից կամ ոչ։ Դա ես ունեցել եմ, գրել եմ, բայց համարձակություն չեմ ունեցել արտահայտվեմ ասեմ։ Մտածել եմ կարող է թերություն կա, չեմ համարձակվել, որ կարող եմ ներկայացնեմ։ Բայց երգը հիշում եմ Նազանի միար երգը երգեցին, իմ դասընկերները իրենք էլ հիմա կհիշեն, մեկ էլ ագարդիոն նվագող դասընկեր ունեինք, ինքը երգեց, հիշում եմ, Օդարամայի ճամպիկի վրա երգեց Արմենը, ողջունում եմ մեր Արմենին, հիմա ինքը Բելգիայում է։ Ողջույններ, Արմեն ջան։ Իսկ դուք 8-րդ հասարանից է թե հասկացել եք Հասմիկ Գրիգորյան, թե ունեիք գրելու դաղանթը։ Լավ, ինչպես արտահայտվեցաք, որու արտահայտվեցաք եւ ինչպես սկսել եք։ Աննա անունով մի հատ ընկերուհի ուներ, ծննդյան օրն էր, ինքն էր տեղեկացված, որ գրում եմ, փակում։ Ինձ համար մի հատ բանաստեղծություն Աննա անունով, որոր Աննաները հիմա կուզենան լսել։ Ուրեմն Աննային արտահայտվեցաք դուք։ Աննայի համար ես այդ ակրոստիկոս կոչվածը ճիշտ է, կարևորը հանգավորումներն է, տառերն է, սարադրելը, հա, ԱՆՆԱ, բայց միաժամանակ պետք է տիրոջը նմանվի քո գրությունը, քո արտահայտությունը։ Ես քեզ համար որ գրեցի, քեզ էր նմանվում։ Լիզային եմ գրել, Լիզային եմ ներկայացրել, ասենք Վերժինե Պարսումյանին իր անունը, որ նշանակում է կույս, մաքրություն, միտք ունի, ասելիքս միտք ունի, ճշմարտություն կա, ոչ միայն տառերը, հա, թեշտիկը սևացնես տառերն ու վերջ, ոչ, պետք է ասելիքը համապատասխան լինի տվյալ մարդուն անունին բնավորությանը։ Ուրեմն պետք է լավ ճանաչեք դուք անձը, որպեսզի այդ հիմային վրա գիտենալով կարող ես գրել։ Օդար մեկը ինձ դիմեցին ես մերժեցի, ասի ես չեմ կարող ու մոդիկ մարդ էր ինձ դիմողը, երեխայի համար ես չեմ ճանաչում, ես չեմ կարող անունով չճանաչած մարդուս ակրոստիկոս նվիրեմ։ Ես այդ պայն, որ այդ մարդուն սիրեցի, ընդունեցի, ճանաչեցի, այդ մտահղացումը ինքս տինքյան, ինքնուրույն գալիս է քո միտքը։ Անպայման։ Ու դու ուզում ես իրեն համար գրես։ Անպայման նախ սկացումով է, պետք է այդ սկացումը ունենա նախ, ապա ետքը ըսկա այդ վարգյանից, ապա ետքն է որ գրեք, ինչպես տեսի քիչ հետ կա այս բոլոր տեղեկությունները, պիտի խնդրեմ ցեզի շատ ավելի լավ մեզի հաղորդեք, նամանավանդ ակրոստիկոսներու մասին կխոսենք, այն որ չի գիտեր ակրոստիկոս ինչ է դարերով գրելն է, այսինքն այ փենք հիմ թա այդ դարերը որ գարդահայտվի բանաստեղծի Հասմիկ Գրիգորյանը։ Լավ, այս բոլոր գրել եմ շատ եմ գրել, ընդեղ բելա եմ գրել, էլի կամ որ հիշում եմ, էլի, Աննայի անունով եմ հիշում, երկու հատ Աննա եմ գրել, Աննա, նույն Աննա անունն է, բայց տարբեր արտահայտություններ, տարբեր նկարագրություններ, են Աննան ուրիշ տեսք ուներ, ուրիշ բնավորության մեկ էլ Աննան ուրիշ, հա, շուրտերը նրան հատիկ, իսկ են մեկ էլ Աննայի աչքերը մեջ էր, ծով աչքեր, այդպես է ակրոստիկոսի իրականը, եթե մարդը ունի այդ շնորհքը իր մեջ, պետք է, այո, արտահայտվի ճշմարտությունը։ Այն կարևորը Մոնտեի համար գրել եք մի ակրոստիկոս։ Հազգի, դեր որ ծննդյան օրվա հաշտին, այո, քայրատ գրել էի։ Քանի որ անդրադարձանք ընկերներին, հա, ուզում եմ իմ ընկեր ասմունքը, այսպես ասմունք եմ, առանց երաժշտության, առանց մեծ սիրով, եթե պատրաստեք, մենք ալ մեծ սիրով գլսենք, հրամեցեք։ Իմ ընկեր, քեզ հետ խոսելու համար, քեզ հետ խոսելու համար պետք չէ ինձ լեզու կոտրատող բազմավակ
Փրփնտուկների ցավակած բարերի շարան։ Ես մի հասարակ, պարզ ու զոլա, ինչպես հոսող ջուր, հոսող իմ հոգուց, հոսում եմ քեզ հետ իմ ընկեր վաղուց։ Հոգսաշատ մտքերով, հոգսաշատ մտքերից, անցած տխուր ուրախ օրերից, քանզի ապրում ենք սնվում նույն հողից, կարդում, խոսում եւ աղոթքը մայրենի լեզվից եւ փառաբանում ենք Քրիստոս հավատք կրոն եկեղեցի Սուրբ Նարեկացի։ Ձեր լեզվին թալար շատ գեղեցիկ եմ ընկեր ստեղծագործություններ են մին է անշուշտ այսօր ասկան մեծ թիվով այսինքն ունի 100 հատ ստեղծագործություններ գսպասեք դուք արիթը կամ ձեր դրամատրություն են գախում ունի կամ այդ միջավայրի մեջ որ ներկա գտնվի եւ ամենչապես գդրակ այսպես գսենք գաստվի կամ ձեր վրա գաստի ատմտնոլորդը Ինչպես ասփանաստեղծությունները կպատրաստվի, գիտեմ Աստվածադուր է այդ մեկը շնորհակալություն Աստծո թե այդ տաղանդը դված է, բայց ինչպես կպատրաստվի, ինչպես կգրվի այդ փանաստեղծությունները։ Կան այդպես փանաստեղծություններ, որ կշտիրը կբացեն, փրփնդուկների մեջ կգնեն, որպեսզի հա թեշտիկը սևացնեն կամ ինչ որ գիշկը գտբեն, բայց այդ գիշկը փակ կմնա, հա գումար աշխատին եւ այլն եւ այլն բայց կանել որ իրոք իրանց հոգուց է ծնվում հետաքրքիր չէ ինչ որ կշկի թեշտին ու շադն ու տբելը եւ այլն հա հիշադակություն կամ նվիրատվություն հա պետք է հոգուց լինի գրելը ոչ թե ստիպված իրենց ստիպեն որ պետք է գրեն ու վերջ որ իրանց հացի փող է կամ եւ այլն ոչ պետք է ինքնուրույն եղնի, ինքնակամ եղնի, պատահական եղնի, ես ստացվեց, որ մեկի հետ ծանոթացա ու ավելի ճիշտ ոչ թե իր հետ ծանոթացա, այլ իր բարեկամի հետ, ու ինքը շատ հուզված էր, ներկայացրավ իր բարեկամին, կիսվեց ինձ հետ իր հոգսով, ու ես իր հոգսը բանաստեղծության վերածեցի, շատ իմ մեջ տպավորվեց այդ իր դժգոհությունը, մտահոգությունը, որ կան այդպիսի հարազատություն, որ կարող են օդարանան, հա, փառքի արժանանան, այդ փառքի մոլուցքը օդարացնե իր հարազատից։ Մենք ունենք օդարներ, որ մեզ արդեն հարազատ անձի պես են, շատ շփվելով հարազատություն ենք ձեռք բերել։ Դրսից որ գալիս են Ամերիկայից մեր ունկնդիրները, ովքեր ինձ ճանաչում են, ամիջապես տեղեկանում եմ ես, տեղեկացնում են հասմի Գյումրի ենք ուզում կամ, ուզում են քեզ տեսնել, շատերն են եկել Գյումրի, շատերի հետ եմ հանդիպել, տես խոսքը խոսք բերեց եւ արդեն ես բնական եմ ես հիմա ելույթ ունենում, չունեմ կարտալու, ոչ էլ որոշված է, բայց իսպային պետք է ողջունեմ Միլանդային, որ Գյումրի եկավ, ինձ հրավիրեց դուրս, ինձ պարտադրեց, պետք է գաս, որ տեսնեմ, ու ժամ տրեց, եթե այս ժամին դու չլինես հրապարակում, Միլանդա։ Հա, տան գործերով էի, ասեք ուրեմն մի կես ժամ ինձ ժամանակ պատրաստվեմ դուրս եմ էլ է, իր այդ շրջակայքել ենք շատ շնորհակալություն, իրեն իմ օրս գեղեցիկ անցնելու համար։ Նույնը Մանուշակ Հովսեփյանը, շատ յուրահատուկ մարդ, Գյումրի եկավ ինքը, ես էլ Երևանում իրեն նորից հանդիպեցի, այնտեղ Շահինյան Հերմինեն, բոլորին ողջունում եմ, բոլորին շնորհակալություն, ուզում եմ ասել, որ օդարները շփվելով հարազատություն են ձեռք բերում, բայց հարազատներ կան, որ Ստեյսի ջան, օդար երկրում հասնում են, հակամ է լավ գործի մե իրենց ցանկությունները, երազանքները կատարվում են, հարազատին մոռանում են։ Ես այդ առիթով գրեցի փառամոլությունը, բանաստեղծությունը։ Ես ասում եմ, այո, մեր հայաստղեր հաղորդաշարին, մեր ունկնդիրին լսել եմ
Արամոլությունը շիտագե հիմա կփորձեմ գտնել ամենչաբես երգերք մը լսենք հավանաբար դարձյալ կհիշեցնենք գտիդեն վիդեոյով մի ինչու չէ եթե այո, հոգուց գրելը հոգուց է, թեման պետք է լինի, որ դու գրես։ այո Առանց թեման, առանց առիթի, այդ բնական չէ ստեղծագործությունը։ Եվ ինչպես որ ասեցիք, որ դու ավելի հեշտ կեղնի, Այո։ հուսատ քոկա առիթը կեղնի ու կգրես։ եւ ինչպես թե ասեցիք պետք է անպայման դպավորվի, լավ դպավորվելով է անցի մասին, թե դուք պետք է Իհարկե։ անպայման։ Իսկ որ մեկ մեծանուն փանաստեղծներով է որ դուք ոգևորված եք այսօր կամ ավելի երիտասարդ տարիքի մինչև այսօր ոգևորված եք եւ ավելի լավ ցևով քրեցիք այդ բարձր սկացումով դրամատրությամբ։ Տեսի ջան, մենք Գյումրիում շատ բանաստեղծներ ունենք։ Մեր գրողների միությունը մեր Գյումրիում շատ բանաստեղծներ կա, բոլորն է շատ շնորհալի են, բոլորին է ողջունում եմ։ Այդ բանաստեղծական տաղանդը մենք փոքր ծնողներից են գալիս։ Իմ հայրիկս հավաքույթների ժամանակ միշտ ինքը կինասների ժամանակ մի քանի խոսքեր մեջբերումներ էր ասում, թե քանի որ կաշտացած էր ինքը միշտ հարցնում էի ում խոսքն է, ասում էր Պարուշ Սևագի, մի խոսք էր ասում էր Շիրազի, մեկ էլ իրար գրածներն էր ասում, իմ հայրիկս է սերուն էր գրելու, իմ հայրիկիս գրած մի երկու բանաստեղծություններ շիշադագի պես պահել եմ, նույնիսկ ոչ բարձրաձայնում եմ, ոչ ասմունքում եմ, կարծես այնքան թանկ է, որ չեմ ուզենա, որ ուրիշները լսեն։ Բայց պետք է լսեն, որպեսզի պետք է անպայման լսեն, որպեսզի ժողովուրդը լավ իմանա եւ ծեր հոր գրած բանաստեղծության կոնե մեկ հատը եւ եթե երկու հատը չեք ուզեր, շատ լավ կլինի, եթե դուք ասմունք եք ծեր հորը գրածը, վստահ եմ թե ինքը հպարտ պիտի ըսկա այդ մեկով։ Չէ ուզենա։ Բնաս չունի հասկանամ, բայց որ մե ոգևորված է, գիտեմ պայման չէ միան Գյումրիցի բանաստեղծել, ինչպես ասիկ Բարյուր Սևակ, Սիլվա Գաբուտակյան, այլ տարբեր անուններ Շիրազ, որ անուն այսօր մեծանուն բանաստեղծներ են ասում։ Ով ցեզի ոգևորեց ավելի Հասմիկ Գրիգորյան։ Բոլորն էլ համաչափ են, բոլորն էլ լավն են, չեմ կարող տարբերել, բայց Հովհաննես Շիրազինը ավելի մեզի սրդի հարազատ է, Հովհաննես Շիրազը պաբլիկի սնգեր է եղել, նկարում են նկարված, չգիտեմ, բոլորին էլ համատեղ սիրում եմ, չեմ կարող տարբերել, բոլորն էլ լավն են։ Բոլորն ալ նույնն են եւ լավ են անշուշտ։ Առաջին հայգին բանաստեղծուհին եղած է Սահակ Թուղթը, որ ծնվել է 7-րդ դարու եւ մահացել է 8-րդ դարու։ Ինք մասնակցությամբ բանաստեղծուհի ու երաժիշտ էր։ Այսօր ինչպես գիտենք թշփախտապար հաղորդավարի կամ երգիչի նման շատ բանաստեղծներ կան, բայց լավ ասմունքողներ չի կան։ Ձեզ մեկ ուզեմ իմանալ բանաստեղծուհի Հասմիկ Գրիգորյան, ինչ է տարբերությունը բանաստեղծության եւ ասմունքի։ Տեսի ջան, ընդհանրապես երբ մարդը ունի այդ շնորհքը, հա, գրելու, ինքը ասմունքելու հետ մի քիչ համահունչ չէ, չունի ասմունքելու շնորհքը, ավելի շատ գրելու մեջ կա։ Մարդը կա շատ գեղեցիկ ասմունքում է, մենք ասմունքողներ շատ ունենք, գրելու հետ չունի այդ շնորհքը, տաղանդը։ Բայց հաճելի է մեկտեղ լինել, ես որոշեցի, որ իմ բանաստեղծություններս ես ասմունքով ներկայացնեմ։ Ինչու մնամ ուտեղը։ Այո, եւ այդպես ալ եղավ։ Գկարծեք թե Աստվածադորը մի անգամ լավ սովորելով եւ ինքնաշխատությամբ է թե մեկը լավ բանաստեղծ կրնաթարնալ կամ լավ ասմունքող կրնաթարնալ։ Իհարկե, եթե սեր ունի ասմունքելու, հա, ստացվում է իր ձայնը, պարզ է, մաքուր է լեզուն, կարող է բառը գեղեցիկ արտահայտվել, կա որ կակազում են, կա որ չեն կարող բառը ճիշտ ասմունքին չի լսվում։ Եթե պարզ է, հա, ձայնը գեղեցիկ է տոնայնությունը լսվում է, ուրեմն դու ոգևորվում ես, որ քեզ լսում են։ Այո,
Միայն Առաջարկում են ասմունքի, դու էլ ասմունքում ես։ միայն ստեղծագործությունը բավարար չէ, այլ լավ հնչում, լավ ցայնի տոն, լավ արտահայտություն, այս բոլորը շատ կարևոր է, որովհետեւ լավ աստեցություն ցկե լսողի համար։ Այո, ինչու՞ չէ։ Ինչպես դուք կհետևիք հաղորդաշարին, գիտեք, թե միշտ նամակները շատ են, հարյուրավոր են, բայց թույլ տվեք, թե մի քանի նամակներ ցեզի փոխանցեմ, որովհետև շատեր կգրեն, նամանավանդ մեր շատ հարգելի հրայր Զաքարյան, հարգելի Հասմիկ Գրիգորյան, Բարի եկած ես Radio Stars, Աստծո հրամանով մայիս ամսվա մեջ անպայման Գյումրի պիտի այցելեմ ցեզ մոդեն ծանոթանալու համար եւ ես եթե բամը գրնամ ավելցնել Հրայր Զաքարյան ինձ միշտ արդոնաձե թե խոսիմ ինչու՞ չէ ինք օգտակար դառնա որպեսի ցեր փապակը երազի երականանը եւ դուք արդատրեք ցեր քիրքը Համամիտ Շատ շնորհակալություն, շատ շնորհակալ եմ Հրայր Զաքարյանին։ Ինքը միշտ մասնագիծ է Հայաստան հաղորդաշարին Այո եւ ինքն է ցուկ կգանք բոլոր հայության Մարտեսագը Այո Ես ոչ մեկին այսքան ժամանակ չեմ դիմել բայց եթե ինքը առաջարկում է նեղություն չէ մեծ սիրով ինչու՞ չէ Գուզե ինք անցամ ծանոթանալ որովհետեւ ինչպես թե ասեց պիտի գտնվի Հայաստան ուրեմն Գյումրի գտնվի իրեն համար շատ թյուրին պիտի լինի իսկ ես ալիմ գոմես խնդրեցի եթե ինքը գրնան էցուկ կանքներ որովհետեւ Հասմիկ Գրիգորյանը արդատրի Այո ինձ դերքիչներից էլի մարդ կա որ պետք է Ամերիկայից կա արդեն իստեղի գացրել է հիմա չեմ ուզում անուն ազգանունը ասել երբ որ եկավ իմանանք Այո, անպայման։ Ես իմանում եմ, բայց ինք պետք է ասե։ Ուրեմն քնարիկ Ավետիքյան Չարեքյանը գրած է Շադաբրիս Հասմիկ ջան, քրիչտ անսպար եւ բրավո, Բարի եկած է Հասմիկ Գրիգորյանը, Լիզա Շահինյանը գրած է հոյակապ քրիչտ անսպար, բրավո լեզվիտ տալար Հասմիկ Գրիգորյան, Իփուկը գրած է ավելի շիդագը ծափահարություններով կշպտա այսպես ուրախ է, բարև սիրելի Հասմիկ բարի եկել ես հաղորդաշարին, ինչպես նաև Դալիլա Դեմիրճյան Փանդազոս գրած է գեղեցիկ հայուհի Հասմիկ Գրիգորյան Աբա Սիրում եմ բոլորիդ Բարի երեկո սիրելի Հասմիկ Գրիգորյան, բարի եկել ես, միան բարևները չգարտամ, իսկապես շատ գեղեցիկ քաղաք է Գյումրին, շատ գեղեցիկ Պերթունի, հարուստ եկեղեցիներով եւ Պերթով գարժե այցելել, մնացեք բարի բոլորը Լուսին Հալաչյանի կողմ է։ Իմ հուշատետրս դեր մնում է գրած է Ալվարդ Բոգոսյանը Բոլորը ունեցել են, տես որ արձագանքեցին, կյանքի ուրագիտ ու շատ էդր։ Բանաստեղծի Հասմիկ Գրիգորյան մեծ հաճույքով կընտրենք ցեզ լեզվի տալար հոգիս լուսապանության շնորհակալություն, ինչպես նաև մեր հարազատ Հասմիկ Գրիգորյանը Լուսինին կողմ է։ Բարիկալու սիրելի Հասմիկ Գրիգորյան հաջողություն կմաղթեմ վարձկտ կատար, իմ տանգդակին սիրելի Ստեյսի, բարի զարգազարդ, ծեր վարձկը կատար, բարևներ Հայաստանեն չերմ համբույրներով Ալինա Մանջիկյանի կողմ է։ Աբա Գոհար Տերզյանը ծափահարությամբ նշաններով գրած է բրավո սիրեմ Հասմիկ Գրիգորյան ջան դուք հրաչ պատասխանած է հրաչ քեյո դուք ավելին եք արժանի Ստեյսի եւ Հասմիկ ահա վասիկ մեր սիրելի հրաչ քեյոն միացած է դարձյալ շնորհակալություն պիտի հայտնեմ հրաչ թե այսպես ազնիվ քիդակից ուսյալ խելացի անձնավորության մծանոթացուցիր որ մեր փանաստեղծի Հասմիկ Գրիգորյանն է եւ ինք դարձավ հավատարիմ հաղորդաշարի հանդեպ որ ինք իբր անց հավատարիմ է իր կյանքում բայց կխոսենք հաղորդաշարի մասին դարձավ հավատարիմ եւ յուրաքանչյուր երկուշաբթի պատրաստելով կողարկե փանաստեղծությունները որ քիչ հետ կա բզդիկ քախնիկի մասին ալ խոսենք թե ինչպես կպատրաստվի ինչպես կողարկեք ով կպատրաստի ամեն անցի արժեքը պիտի տանք ահա վասիկ շատ շնորհակալ եմ հարգելի եղբայրս հրաչ քեյո մին հետաքրքրությունս քեյո արդյոք մագանունի գրճադումն է վերջին անունը բայց ռուսերեն դարորով է չգիտեմ անունը ինչ է շատ կներեք ես ռուսերեն չեմ գարտար բրավո Հասմիկ Գրիգորյան ջան շատ բարի ու դաղանթավոր փանաստեղծուի հոգով սրդով ու շնչով փանաստեղծուի ահա վասիկ այսպեսի քնահատական խոսքերը արդյոք այս բահից մի դարբեր սկացում ստեղծել է ցեր մոտ որբեսի հաջորդին կրեք մեր
Հետևողներուն եւ ագնտիրներուն համար։ Տեսիչան, ամեն աշխատանք հաճելի գնահատվում է։ Երբ որ գնահատվում է քաջալերանքի խոսքեր այսպիսի նամակներ լսում ես, ավելի ես ուզում ցկտես, որ իրենց մատուցես գեղեցիկը, լավը, թեկուզ դժվարությամբ։ Ես հաղորդումները, որ պատրաստում եմ հայաստղեր հաղորդաշարի համար, ժամը 2-ից հետո, երբ խաղաղություն է լինում, հա, այնտեղ ծիդիկ չի ծլվլում, շուն չի հաճում, ահա, ցայն չկա, ժամը 2-ին, վերջանում է բոլոր հաղորդաշարերը, նոր ես նստում եմ 2-ից մինչև 4-ը, շատ անգամ պատահում է լույսը բացվում է, մինչև հագնվում եմ, պատրաստվում եմ, շպարվում եմ, Այո։ հա, ժամացույցիկ տկտկոցը կխանգարե կա հանեմ, տեղափոխեմ գսեղան, ահագին չարթարվին։ Շատ լավ հասկանում եմ։ Այս Ստեյսի ջան, ինչ ես անում Հասմիկի։ Արթուն եմ ցկուցես։ Պատահում է, որ սխալվում եմ բառը, սխալ եմ ասել, նայում եմ, վիդեոն լսում եմ, նորից մաքրում եմ, նորից եմ նստում։ Հա, շատ ժամանակատար է, մի բանաստեղծություն պետք է նկարվեմ, որ վիդեոն ուղարկեմ, գիշերը լուսանում է։ Ահա վասիկ կխոսենք մեկ վիդեոյի, մեկ բանաստեղծության մասին, եթե պիտի խոսենք հարցազրույցի մասին, իմ հետս այդքան ժամանակ, այո։ 10-12 օր իմ հետս ժամանակ կառնե, որովհետեւ հարցազրույցը պատրաստեմ, իսկ դուք վիդեոյի համար այս որքան դժվար է, ինչպես թե ասիկ պետք է շբարվիլ, լավ սիրուն դեսկով երևիլ, հավանաբար պատահական է սխալ ասել։ Կներեք, հեռախոսը գտնեմ, նոթբուքը գբացեմ, մեկ հեռախոսի մարկոցը գնստի, մեկ նոթբուքը, հետո նորից կսկսեմ, նորից կտնեմ, հա, գրքերը գշարեմ, ուղղությունը ժամանակատար է, լրիվ ժամանակատար։ Անպայման եւ ժամը 2-ն մինչեւ առավոտյան 4-ը։ Գեղեցիկ է, արդյունքը լավ է, որ տեսնեմ վերջապես թերություն չկա, հա։ Անպայման։ Իսկ մակրագզարտեմ գն ու կուղարկեմ։ Իսկ վիդեոյի պատրաստությունը ով կկատարե, ով կգեղեցկացնի այս վիդեոները այսքան Հասմիկ ջան։ Հա, Հրակտաշյանը, այո, տեսարանը գտնե, ցայնս հնչյուն գսաշկի, հա, տեսարանները շորից համահունչ կսաշկի ինքը, թե ճաշակին ընգիր չկան, տարբեր մարդիկ տարբեր ճաշակներ ունեն։ Այո, վստահ։ Շնորհակալ, այո, ինքը կնայի շորի կույն ինքը համապատասխան կսաշկի։ Ես էլ բնությունը կսիրեմ, ես էլ տեսարանները դե տարբեր մարդիկ տարբեր բաներ, բայց ես վստահում եմ, իրեն ճաշակն է լավ է, շնորհակալություն Հրակտաշյան, եթե մեզ լսում ես։ Հիմա տասարանը պետք է լա։ Հիմա այո, պետք է տասարանը հիմա լա, բայց ինք ասեց թե երբ տասարանեն դուրս կա, անպայման պիտի դեպի հետևի, որովհետև անամպեր ինձ ասեց արդյոք Տիկին Հասմիկի իմ անունս պիտի հիշե։ Ասի անհոգ եղիր Հրակ, անպայման պիտի հիշե, որով դու գեղեցկացնում ես վիդեոները, գեղեցկացնում ես։ Շնորհակալություն Նելի Ավետիքյանին էլ, Հրակտաշյանին էլ, Պիերա Արաբյանի, բոլորին, շնորհակալություն ազնագազմին։ Ահա վասիկ Նելլինգը կրեգս է ողջուններ մասնահատուկորեն մեր հարկելի բանաստեղծուի Հասմիկ Գրիգորյանին։ Հիմա այս բահից կրեց WhatsApp Նելլին եւ գողջունեց ես Հասմիկ Գրիգորյան։ Ուրեմն ես կհարցնեի Հրաչ Քեյոյի մագանունը, կրած է Հրաչ ամիջապես Նելլինգոքն է ինձի, Հրաչ Քեյոյի մագանունը ուրեմն Հրաչ Խդրլարյան է։ Ահա վասիկ լավ իմացանք Հրաչ Խդրլարյան, որ մենք Facebook-ի վրա Հրաչ Քեյո այդպես իրեն ջանշնանք։ Պիտի խոսենք քիրքերու մասին, իմացած հեզմե երբ միասին կխոսենք, մենք միշտ կխոսենք արդեն իրար հետ, ծեր ազատ ժամանակին դուք քիրքեի կարդում ժամանակին, արդյոք ավելի լավ ջանաչելու համար քրակետները կամ փանաստեղծները կամ ինչպիսի քիրքեր կգարթայիք, ինչ տեսակի քիրքեր կգարթայիք, ինչ դեր որ կհետաքրքրեր ցեզ երկիր։ Գեղարվեստական քրքեր էի կարդում, բայց փանաստեղծությունների հետ կապ չունի քրքերը։ Քրքերը ժամանակի ազատ ժամանակ ունենալու համար կկաշտայ, միջև արտադրանքը արտադրությունը տային, բերեին, հա, որ կշռեմ, հաշվեմ, հաշվատարությունը ժամանակատար է, բայց մինչև արտադրանքը արտադրելը ժամանակին ես ազատ եմ եղել միշտ։
այդ ընթացքում եմ կաշտացել եւ քաշքերը գեղարվեստական քաշքերը շատ եմ սիրո մասին վեր ագապի եմ կաշտացել արևադարձ շատ տարբեր սյուժեի քաշքեր Այո, տարբեր ժանրի։ Հատուրավոր տարբեր քաշքեր Շատ անգամ մեկ իսկ եղելով մի երկու անգամ կաշտացել եմ շատ սիրելով Այսինքն պատմությունը կաշտացի հիշտեմ որ լացել եմ շատ զգայուն եմ Ստեսի ջան գիրք կաշտալուց նույնիսկ կարող եմ լացել բանաստեղծություն գրելու ընթացքում կարող եմ լացել նույնիսկ կինոներ նայելուց երևի հենց այդ զգացմունքն է մարդու հոգու նշպությունն է որ կարող է ստեղծագործել Եթե մարդը նստան նկատ չլինի զգայուն չլինի չի կարող ստեղծագործել Դուք ապրում եք այդ բառերը, այդ դողերը, այդ տաղերը ապրում ես դրա համար տալիս ես թղթին, հա, գրում ես Այո, անպայման Այո, այդ զգացմունքային իմ մոտս շատ է նույնիսկ կինոների ընթացքում մեր ժամանակ այդ հնդկական կինոները շատ է տարածված որ հնդկական կինո են գնում նայում դալիճներում, հա, էկրանները մեծ խնդրում էի եղբորս որ ինձ տանես ինքը ինձանից 4-5 տարով փոքր է գնանք հնդկական կինո ասեց գնանք ես աշխատող էի ես ֆինանսի հարց չկար պետք է գնանք եղբայրս թե տղա է մենակ չէր թողնա ինձ տանեմ բայց հնդկական կինո չէր սիրում ինքը հնդկական որպի մասին էր այնտեղ մայրը խորտ էր այդպես քիչ տխուր թեմա էր լացեցի շատ այսպես հեկի գալով հոգեպես լացում էի եղբայրս ծիծաղեց կինոից դուրս եկել ենք տուն տանը կպատմե ծնողներիս հայրիկիս գնացել ենք նստել ենք կինոն լացել է միջև գալը լացել է լացել կուզեր մնար տունը Ուրեմն որքան աստած է Ինչի լացել Ուրեմն որքան աստած է ցեզի թե դուք սկացված եք եւ լացած եք Այո, այդ հնդկական կինոն այսօրվա պես հիշում եմ լացելով շատերն էին լացում, այնպես չէ որ մենակ ես էի Կինոից դուրս էին գալիս բոլոր թաշկինակներով Այո, ճիշտ է թե հավանաբար աստեցական բառերը, բայց անցնո որքան պետք է այսպես սկացվի կամ որքան ինք ըսկայուն լինի որպեսի ամենչապես լա կամ ըսկա այդ բառերը կամ անինչ որ կգարթա այդպես չէ Անշուշտ Ես շատ հուշեր արտնացրեց հաղորդում էին մենք տեսի շատ ուրախ եմ շնորհակալ եմ եղբայրս կլսե օրը հիշեցինք շատ ենք հիշում մեր մանկության տոները մայիսի 1 որ երեխաներով դուրս էինք գալիս հա հրաբարակ գեղեցիկ հիշողությունները շատ են Ողջույններ ձեր եղբոր հուսանք կհետևի հարցազրույցին Մեր սերունդը հիշելու բան շատ ունի Այո անպայման տեսակի բաներ Բայց դեր պիտի խոսենք վստահ բայց ես շատ լավ իմանում եմ թե դուք շատ սիրում եք Ալիկ Գյունասյանի երգերը Ես պատրաստել եմ ծաղիկես որով դուք ծաղիկի նման այդքան սիրուն եք ես պիտի նվերեմ ձեզ ծաղիկես երգը իմի չայլոց դարձյալ կհիշեցնեք այդ ստեղծագործության անունը որ ես քիչ առաջ ասեցի փնտրեմ եւ եթե ինչու՞ չէ դարձյալ դիտեն Հարամոլությունը անպայման Հարամոլությունը Ստեսի ջան ասեմ չեմ ուզում անուն ազգանուն շեշտեմ Գյումրեցի ազնվորություն մեծ փառքի հաստատ ազնվորություն ինքը Եվրոպայում է չեմ ուզում շեշտել կարող է մարդը լսել չեմ ուզում նեղվի իրոք լավ տաղանդ լավ շնորհալի մարդ է փառքի հաստատ մարդ է բայց Ինչու չհիշե իր մորաքրոջը, հորաքրոջը, չէ որ մանկություն է անցել, այստեղ է իր ծննդավայրը, երբ իր մորաքույրը նեղվեց, պատմեց, արտասվեց, ես փառամորությունը այդ թեման նվիրված էր
այդ տխրությանը, որ ես ապրեցի հոգեպես։ Արդեն պատրաստ է Փարամոլը վերնակրով այդ վիդեոն, բայց նախ լսենք Ալիկ Գյունաշյանի հրաշալի երգը, ապա գտենք վիդեոն միասին։ Լսենք։ Երկուսիս ճանապարհը միշտ հարթ է, ես քեզ համար վերում էի խարվարդ ու որքան է նրանց կյանքներան ցողի ծաղկամանը զարդարում էր մի ցաղի ու որքան է նրանց կյանքներան ցողի Ծաղկամանը զարդարում էր մի ծաղի գերին բերած է կես համար մանուշագեր ծնծաղի գեր վարդերը Ախ որտեղ ես դու իմ լացողուրենի էլ քեզ համար ծաղիկ վերոք չի լինի Ախ որտեղ ես դու իմ լացողուրենի էլ քեզ համար ծաղիկ վերոք չի լինի Սկանչելի Մեծ վարպետ Ալիկ Գյունաշյան, որ արդեն անցել տարի հյուրընկալած էի հաղորդաշարես և իսկապես սքանչելի հարցազրույց մներ։ Հոգուս վրա մեզ դարդե Չարունախած մարդու սարգաստակարդ է Միթե այդքա հասկանալը շատ բարդ էր Որ թողեցի նախանձողը մեզ հաղթեր Միթե այդքա հասկանալը շատ բարդ էր Որ թողեցի նախանձողը մեզ հաղթեր Վարտեսնելիս կհիշես յարիք հոտը Քեզ գտամ չի անցած սիրո կարոտը Սիրտը քայրի ու կկրձի չար որդը Բայց քեզ վարդը էլ չի վերի կարոտը Սիրտը քայրի ու կկրձի չար որդը Բայց քեզ վարդը էլ չի վերի կարոտը Բայց քեզ վարդը էլ չի վերի կարոտը Բայց քեզ վարդը էլ չի վերի կարոտը Այսինչ գեղեցիկ երգմներ Ձաղիգես Ալիկ Գյունաշյանի մեկնաբանությամբ մեր մեծ վարպետը ողջուններս դարձյալ որ դուք արդեն գսիրեք վարպետի երգերը այդպես է Հասմիկ Գրիգորյան Այո, շատ լավ երգեր ունի Առաջվա իր երիտասարդ տարիների երգերը Աստված արդյոք ունես դու գոյություն այդ երգը հոյակապ կատարում Չգիտեմ լսես թե չէ Ալիկ Գյունաշյանի ամենալավ երգերից մեկն է Այո Բոլոր երկերն ալ սքանչելի են նամանավանդ իր ցայնը այսպես ցևով մը գաստե անցիմը լա իր անցին լա իր հոգին որով շատ սրդամոդ է իր ցայնը նախքան վիդեոն տիդելը Փարամոլը արդյոք երկիչներու կամ երաժիշտներու այլ դարբեր այսպես իրենց ստեղծագործություններու գհետևիկ եւ ինչպիսի երգեր գլսեք գիտեմ թե ոչ միայն հայերեն է խոսիկ մի քիչ ավելի լավ ծանոթանալու համար ծերանցին Տեսի ջան, մեր ժամանակ մենք շատ էինք տարված եվրոպական երգիչների էինք շատ կապված, ապա շվեյցարական աբան շատ կսիրեի գլսեի, Անդրեան Պիլետանոն կսիրեի գլսեի,
Ուրեմն միշտ հետևում էիք դուք անգլերենը սիրում եք, բայց ես իմացա թե դուք հունարենն ալ շատ կսիրեք, հունարեն երկերու ալգե հետևիք։ Նարենը շատ կսիրեմ, ասա մենք հունացու ծագում ունենք, իմ պապը հույն է եղել, Ահա։ ես շատ ուշ իմացա դպրոցական տարիներին, դեմիս ռուսոսը շատ կսիրեի, մենք երկեր ունենք, հա, մագնիտոֆոն, ձայնագրություններ, ու մի օր իմացա, որ մենք հունացու ծագում ունենք, իմ հայրական ազգանունը, ես հիմա ամուսնուս ազգանունով եմ, Հասմիկ Գրիգորյան, բայց իմ աղջիկ վաղտված ազգանունը հայրական, Կիկոլյան է։ Գիգոլյան։ Կիկոլ, հա, հենց հունացու ծագում է Կիկոլը։ Իմ Ուրեմն ազգանունը ես հետ չէի սիրում, հայրիկիս կասեի ինչի համար է այդ ազգանունը, ինչ արմատներ ունի, հունացու ծագում ունենք, հենց հունական։ ահա Վասիկ նորությունն իմացաք Հասմիկ Գիգոլյան Գրիգորյանի մասին։ Հա, իմացա, որ հունացու ծագում ունենք։ Այո, սիրում եմ, դեմիս ռուսոսի երկերն է շատ եմ սիրում։ Իսկապես, այո, շատ լավ երկիչ։ Քիչ հետ կհունարեն երկնել պատրաստացեմ Վիքեմ Միսիրլյանի մեկնաբանությամբ, բայց նախ դիտենք շատ գեղեցիկ վիդեոն, որ ասկի առաջ դիտած էին եւ լսած էին, բայց որովհետեւ փարամոլության մասին խոսեինք, դիտենք նախ։ Ջեր ողջուններս, ռադիո Ստարզի հայաստղեր հաղորդաշարի իմ սիրելի հավատարիմ ունկնդիրներին, ակնդիրներին եւ ռադիոյի անձնակազմին, հաղորդավարուի Ստեսի Ավետիգյան Արաբյանին, օպերատոր Հրակ Թաշյանին եւ Նելի Ավետիգյանին։ Այսօր ձեզ համար ասմունքելու եմ Փարամոլը խորագրով իմ անձնական բանաստեղծությունը։ Մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, ուրախ հաճելի ժամանց։ Փարամոլը կյանքում կան մարդիկ փառքի հասած, Աստծո կամոք բախտի բերմամբ կամ տաղանդի իրեն շնորհված եւ փառքից հպարտացած օդարների ծափերից իրեն մեծություն ընդգրկած ամենուր իր գովքն է անում իր անցյալը մոռացած հայի ազգանունը վերափոխած խոսում է մարդկային արժանինքներից բարեգործությունից հայրենասիրությունից բայց շատ վաղուց հեռացել է ծննդավայրից իր հարազատներին ուրացած փառամոլությունը վերացնում է մարդկային հատկությունները մնանք հավատարիմ մեր անցյալին համեստ լինենք չհորանանք չմոռանանք այն մեր ծավորին որ թաց աչքն է ճանապարհիդ եւ գոհանանք մեզ տրված օշնված կյանքից Շարունակեցեք ծափահարել հարգելիներ, որովհետև իսկապես թե արժանի է լսեցինք եւ վերհիշեցին բոլորը այս գեղեցիկ ստեղծագործությունները ըստ երևույթին թեփքեր բադահելով ցանկի մեջ կամ ցանկի ընթացքում այդ մեկը գաստե եւ գրնակ ավինչապես գրել որովհետև փարամոլության համար այդպես պետք եղած հաղորդելիքներ փոխանցեցիք մեզի եղած բադահած թեփքերը Գաստեցեվով որպեսի դուք ավելի բանաստեղծությամբ ասմունքով արդահայտվիք։ Այո, ինչու՞ չէ։ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք մեծ հույսով էինք, որ հաղթություն պետք է ունենայինք։ Ես գրեցի հաղթությունը, ես գրեցի, ես գիտեմ օրը կգա, ես գրեցի Ղարաբաղի աշունը, բոլորը թեմաները քո մտածելակերպը
կգա քո մտքովդ, քո հոգուծդ կգա։ Երբ ապրում ես այդ ապրումները անկախ քեզանից է ստեղծվում միտքը, բառերը եւ շատ այդ ընթացքում մոտավորապես մի 10-15 բանաստեղծություններ գրեցի։ Այո։ Թե համաճարակներ պատճառը, թե ժամանակ ունեինք, ժամանակատար է բանաստեղծություն գրելը։ Դու միտքդ անմիջապես նույն վարքյանին, նույն րոպեին չես կարող արտահայտվես գրես վերջացնես, ոչ, ընդմիջումներով կգրես։ Հատկապես վերջաբանը։ Մի օր կանցնի եւ վերջաբանը արդեն ուղեղդ արդեն հանգստացած կեղնի, հա, լարվածությունից։ Վերջաբանը ուրիշ միտքով կվերջացնես, ավելի հուսադրող, ավելի լավը նայելով, լավատես լինելով։ Շատ անգամ Աստծո խոսքով գվերջաբանները կա։ Այստեղ Աստծո ձեռքն է, որ ես էլ կարող եմ արտահայտվել։ Աստծո մաբխարն է, չէ՞, ասում մենք գյումրեցիներս։ Եթե Աստված չկամենա, ոչինչ չի լինի։ Աստծո կամքը կա։ Այո, անպայման, ամեն ովևէ մեկ, ամեն նյութի կամ ամեն անձի կյանքի ընթացքում միշտ Աստծո ցերկը կա, Աստծո գամքը կա, Աստծո ուժը կա եւ մենք պետք է համոզվենք, թե այնինչ որ մենք խնդրենք եւ չի կատարվի, ուրեմն Աստծո գամքով է որ պետք չի կատարվի կամ կատարվի ինքի դե որ մեկը լավն է, որ մեկը վատն է։ Իսկ որովհետեւ խոսեցանք COVID համաճարակի եւ 44 օրյա պատերազմի մասին, այդ դխուր թեփքերը որ կբադահի ուրեմն պատճառ կդառնա ցեզի որբեսի դխուր բանաստեղծություններ գրեք, ապա դխրորեն ասմունք եք կամ գնախնդրեք, գրեք, ապա ասմունք եք, որբեսի այդքան դխուր ցևով չասմունք եք։ Այո, դե բանաստեղծություններ կա, որ պետք է ոգևորես քո ընտեշտողին, քո լսողին, հա, բիսի շատ չտխրեն, իրենք է չտխրեն։ Դες հուսահատող, հույս տվող բանաստեղծություններ էր, քաջալերող բանաստեղծություններ էր, հայ զինվորը, շատ կային, այս բան վերնագրները չեմ հիշում, թեմաները, բայց ծնողի թեման էլ շատ կարևոր է, ծնողի թեման էլ այդ ընթացքում գրեցի, մայրս պատերազմի COVID-ի տարի 20 թվականին մորս կորցրեցի, երբ մայրս կենտանի էր, ասում էր բանաստեղծություն իրեն նվիրված, ասում էր միտք չի գալիս, երբ որ միտք եկավ, ինքը շատ հուզվեց մայր բանաստեղծությունս, երբ լսեց մայրս, մայր բանաստեղծությունը շատ ունեմ մայրեր, բայց իրոք տխուր էին, իսկ մորս մահվանից հետո իրա վերհիշողություն, իրա հետ կապված ավելի շատ խորապես, հա, ստեղծագործեցի, Աստված հոգին լուսավոր է մայրիկիս եւ բոլոր մայրերի, ինչու՞ չէ, բոլոր ծնողներին, թեկուզ հայրերին, հայրիկիս մասին ունեմ գրած, հայրիկիս նվիրված, Լենինական, բոլորն է ասմունքել եմ հայաստղեր հաղորդաշարին, հիմա արդեն նորերն եմ պատրաստել, նորերն եմ գնում, չեմ ուզում կրկնվի, միշտ նորն եմ մատուցում։ Այո, իսկ այդ 15 նոր բանաստեղծությունները, որ դուք ասեցիք ավելացրել եք, հաղորդաշարի համար էր կամ կներես հիշեցի անաշտարությունը, իսկ մեր իրավիճակը երկրի մտահոգող է բոլորին, բոլորը անհանգստացած են, մեր հայ ազգի ճակատագրի մասին, մեր Հայաստանի, մեր երկրի, անաշտարություն գրեցի, արտարություն գրեցի, որոնք մեր օրվա հետ կապված թեմա է, երբ դու էլ մտահոգվես կնես շնչես կո հոգեպես, թեմա է, որ արդեն դու կարող ես ստեղծագործես։ Անպայման, իսկ կհարցնեի, բոլորների մոտ է այդպես կարծում եմ, բոլորն էլ նույնն են մտածում, ինչ ես։ Տեսնում եմ, թեման կա, ուրեմն գրողը ունի ասելիք, ունի գրելու թեմա։ Անպայման,
Թեման շատ կարևոր է այսօր, որովհետև առանց թեմայի կարծեմ ովևէ մի բանաստեղծություն կամ ովևէ մեկ ստեղծագործություն մեջտեղ չի կար։ Իսկ 15 բանաստեղծությունները, որ դուք ավելացրել եք, ասեցիք քիչ առաջ, հայաստղեր հաղորդաշարի համար գխոսենք, այսինքն ատկան գհոգնեցնենք մենք կամ արդեն 15 բանաստեղծությունները պետք է դուք ավելցնեիք ձեր բանաստեղծության, ձեր ստեղծագործություններու TV-ին։ Այո, դե դրա համար ասում եմ, շատ շնորհակալություն, ձեր քաջալերանքը, ձեր կովաբանությունը, իմ ունկնդիրիս քաջալերանքը, իմ ունկնդիրիս կովաբանությունը ինձ ստիպում են, որ ես իրենց համար նորություն կրեմ, նորը մատուցեմ։ Դրա համար էլ ցկտում եմ, որպեսզի կրկնողություն չլինի։ Այո։ Դի ծաղիկներն եմ գրել, փալենին եմ գրել, ու ասմունքում եմ եղանակին համապատասխան, աշուն եմ արդասանում, սիրո աշունը աշնանը գրեցի, նորություններ, սիրո աշունը, ունեի աշուններ, ուր մնացային աշունը, այդ աշուններ արդեն հնացել էին, իսկ հայաստղեր հաղորդաշարի համար նոր աշուն գրեցի, նոր սուներ գրեցի, այո, իմացուցիք, որպեսզի իմ ունկնդիրս նորություն լսի։ Անպայման, եթե այսօր հունարեն երկմորոբիտ լսենք ատկե ետ, բիդի թուք զադեք մեկ վիդյոմը կամ մեկ պանաստեղծությունը, որբեսի թարցյալ մենք ցույց տանք, որ մեկը գզադեք իմիջայլոց ես պետք է պատրաստեմ։ Շատ բարի, ասեմ դուք պատրաստեք, հա? Ասեմ պանաստեղծություն, դուք պատրաստեք։ Որ մեկը կնախնդրեք, թարցյալ ցույց տանք։ Վերաբերվի թող մայրիկին, հա? Մեծ սիրով, անպայման, ունի մայր իմ, եթե սխալական չեմ, անպայման... Մայր շատ ունեմ, վերիշողությունն էլ մայրիկին կվերաբերվի, մայր շատ ունեմ։ Ունիմ իմ մայր, ունիմ ուրիշ մի քանի հատ։ Նա սպասում է մայրը, որ մայրը ամբողջ կյանքում սպասում է։ Ճիշտ է։ Երեխայի կապված։ Մինչև կյանքում սպասում է, շատ գեղեցիկ է, այդ բանաստեղծությունն էլ շատ եմ սիրում։ Իսկ վերնակիրն է։ Ներին ասմունքում եմ։ Վերնակիրը ինչպես է։ Մայրը։ Ամենչապես նախ լսենք Մայք Միսիրլյանի մեկնաբանությամբ հունարեն մի երգ, չգիտեմ բարերը ինչ է, դժվար է իցի համար հնչելը, լսենք եւ ես պատրաստեմ մայրը վիդեոն որբեսի դարձյալ մենք վերհիշեցնենք Թիդեն եւ վայելեմ մեր հաղորդաշարի ունգընտիրները եւ ակընտիրները։ Լսենք։ Yes, so գնացինք։ Απαγορεύεται να σε αγαπάω, απαγορεύεται να μ' αγαπάς. Είναι επικίνδυνο να σε κοιτάω, είναι επικίνδυνο να με κοιτάς. Είμαι ξενιαλίζεις, είμαι παντρεμένος κι απ' όλα λατρεία αφίλα χαμένος. Είμαι ξενιαλίζεις, βρες αγάπη άλλη, είναι η αμαρτία να καώ και πάλι. Απαγορεύεται να σ' αγαπάω, απαγορεύεται να μ' αγαπάς. Είναι επικίνδυνο να σε κοιτάω, είναι επικίνδυνο να με κοιτάς. Apagrovate nese agapau։ Մայք Միսիրլյանի մեկնաբանությամբ կլսենք այս գեղեցիկ երգը։ Ամենչապես պիտի դիտենք մայրը բանաստեղծությունը բանաստեղծի Հասմիկ Գրիգորյանի ասմունքով։ Απαγορεύεται να σ' αγαπάω, απαγορεύεται να μ' αγαπάς. Είναι επικίνδυνο
Ջանյասու։ Բոլորը կեֆ են անում եւ բարում են։ Correvete, na se agapao, apagorevete, na magabas, inepikindino, na se gitao, inepikindino, na negitao. Հաջելի պիտի տվի բոլորին, եթե Մայք Միսիրլյանին ալ հյուրընկալ եմ օրմա, այո ինքը հայերեն երկեր չերքեր, բայց իպր հայ երկիչ պետք է ավելի լավ ծանոթացնեմ, որպեսզի բոլորը իմանաք, թե ինչու հունարեն լեզուն զադած է, ինչ պատճառով եւ եթե փորձած է հայերեն երկել կամ ոչ։ Այս մեկը նկատի առնենք։ Ուրեմն, դիտենք միասին մայրը բանաստեղծությունը։ Ձեր ողջուններս ռադիոս Թարզի հայաստղեր հաղորդաշարի իմ սիրելի հավատարիմ ունկնդիրներին, ակնդիրներին եւ ռադիոյի անձնակազմին հաղորդավարից Տեսի Ավեդիգյան Արաբյանին, Պիեր Արաբյանին, օպերատոր Հրաչ Թաշջյանին եւ Նելի Ավեդիգյանին։ Այսօր ձեզ համար ասմունքելու եմ մայրը խորագրով իմ փոքրիկ ստեղծագործությունը։ Մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն հաճելի ժամանակ։ Մայրը սուրբ է, աստվածատուր, ստեղծարար, անկեղծ է մաքուր ու նուրբ հոգին մայրական, սիրտը մեծ է, ներողամիտ, թե նեղացնես, կոպտես նրան, թակուն կարտասվի, քեզնից խռով չի մնա, սերն անսպառ է, անվերջ, անսաման, իր խղճի հետ, մինչև մահ չի վերանա, թախծոտ բարի աչքերը միշտ շպտում են, և հոգու ցավն ու վիշտը չի երևա, երջանիկ է, երբ զավակի սերն է վայելում հոգատար, մի մոռացիր, երբ հեռու ես, քեզ կարոտով կմնա, չի խնայի աչքի լույսը, անուշքունը քեզ համար, և իմացիր, իր զորավոր աղոթքներն է ամենուր քեզ պահապան, դու ջերմ սիրով իրեն պատվիր, որ օրհնանքին արժանանաս, քո ողջ կյանքում անհոգ կաբրես, դժվար օրեր չես ունենա։ Միշտ եւ միջ բոլորը կողեն զապահարությամբ շնորհակալություն գահայտնեն ասկեղեցիկ ստեղծագործություններուն։ Այսօր դուք մայր եք, նույն ժամանակ մեծ մայր եք, քանի զավակ եւ քանի թորնիկունիկ, եթե ավելի լավ բիզանոթացնենք մեր այսօրվա հետևողներուն։ Տեսի ջան, այդ մայրը նորություններ այս վերջերս էի գրել։ Այո։ Ես ուրիշ մայր կար հին գրած ստեղծագործություն, որ ասեցի մայրը ամբողջ կյանքում սպասում է, նա սպասում է եւ հաշվում օրեր, ամիսներ, այդ մայր բանաստեղծություն էի նկատի ունեի, ոչինչ, սա նույնպես լավն էր, հա, հետաքրքիր էր, Շատ։ ուղղակի նախապես ասեմ, որ իմ ասածս ուրիշի կվերաբերվեր, կապ չուներ։ Ուրեմն եթե ուրիշներ իմ մայրը, այդ է, դուք մայրը ասեցիք, մայրը այս մեկն էր, իմ մայրը ու մի ուրիշ վիդեոներ ուրիշ։ Այս նորություններ, հա, այն ավելի շատ շուտ էի գրել։ Կարծեմ 20-ական թվականներից առաջ եմ գրել։ Այդ մայրը երբ ասմունքեցի, մայրս լսեց, աչքերը լցվեց, արդասվեց։ Վերջաբանը ասում եմ վերջաբանի տողը, նա սպասում էր մալվանը, հա, ու աչքերը լցրեց, սա, որ իր
ինչ գերեզմանին այցելեն վեշտաբանը լավ չեմ հիշում այս պահին նա սպասում էր եւ հաշվում օրեր ամիսներ տարիներ կյանքի ամբողջ կյանքը մայրը սպասում է երեխայի ծնվելը հա երեխայի մեծանալը այդ բանաստեղծությունը մի քիչ ավելի հին էր երբ ասմունքեցի մայրս լացեց Աստվելով վստահ յուրաքանչյուր դար աստեցիր վրան Նեղվեցի ասեց իմ համար բանաստեղծություն երբ պետք է գրես ասի չեմ կարող էլ գրեմ երբ որ մուսան եկավ հա երբ որ թեման եկավ երբ որ ստացվեց կգրեմ ստիպվելով չեմ կարող ես դրամադրվեմ գրեմ այդ անկախ ինձնից է ստացվում երբ մահացավ արդեն ավելի տխուր գրեցի վերհիշողությունը գրեցի որ հիշես էլի երազի պես մորը կհիշի անպայման մայր կամ հայր Հավալի ծնող ես կորցնում թե հայր թե մայր թող բոլորը ապրեն երկար առողջ լինեն ամեն թող ոչ մեկը կորցնի ծնող շատ դաժան շատ ցավալի բան է ծնող կորցնելը անմոռանալի է բոլորս ալանթի աշխարհ պիտի երթանք այդ պատճառով պետք է միշտ լավ գործեր կատարենք բարեխոսություններ կատարենք եւ միայն անինչ որ լավ գործեր կկատարենք կետնի վրա Աստված է որ մեր սրտի համեմատ ինք մեզի կղրգե մեր կյանքից քանի զավակ եւ քանի թորնիկ ունիք Տեսի ջան երկու զավակ տղա աղջիկ Աղջիկս ռեժիսոր, ժուրնալիստ, օդար լեզուներն է ավարտել, մագիստրատուրա է ավարտել, երկու երեխաներս շատ ընդունակ, շատ լավ սովորել են, ավելի շատ լավ մաթեմատիկա են տիրապետում, ի տարբերությունից, շատ ընդունակ, շատ սովորող, ես շատ հետևողական ծնող եմ եղել իրենց հետ, թե իրենց ուսանողական տարիներին, թե դպրոցական տարիներին, միշտ կողքերն եմ եղել, թորնիկներս 3 են, երկու տղա, մի աղջիկ։ Հիշենք անունները։ Այո, ամսական է, փոքրիկ է, Մոնտես արդեն տարեկան է, Մոնտե, իմ խելքս կրավել է Մոնտեն, անին սիրունիկ Մոնտե է։ Ուրեմն ծեր աղջիկան զավակն է Մոնտեն, ինչպես են, որ Այո, աղջիկս է ամուսնացած, տղաս ամուսնացած չէ ցավոք սրտի, համապատասխան չի գտնում ինքը, մեր ժամանակները չէ, որ մենք մեր ուզածը գտնենք։ Այո Սերունդը լրիվ այլ է, Այո ասում հուսանք, ասու կամոք, երբ որ ստացվեց համապատասխան մի լավ հարս, մի լավ աղջիկ Եվ հույսով մնանք այս հաղորդաշարեն ետք, ծեր դղան գլսե և ամինչապես մամային սիրդը գորախացն է, այդպես է, պարին աստուծ մե միշտ լավ Բավական վստահ ծանոթացան մեր այսօրվա ունգընթիրները եւ ագընթիրները ես շնորհակալություն պիտի հայտնեմ բանաստեղծուհի Հասմիկ Գրիգորյան ձեր հավատարմության համար յուրաքանչյուր շաբաթ կպատրաստեք վիդեոն ուշ արթուն մնալով միշտ սիրուն դեսկով միշտ ամեն ցևով բարձր մագարտակով ստեղծագործություններ մեջտեղ բերելով անպայման կպատրաստեք եւ վիդեոները կուղարկեք պետք է եղած հրակ Թաշչյանը անշուշտ կպատրաստե բայց եթե դուք ամենասիրունը չեք խոսած ամենասիրուն ցևով չեք ասմունքած այդ վիդեոն պիտի չկեղեցկանա նախ աս առաջինն է շնորհակալ եմ Ետքը վստահ եմ թե բոլոր ունգընտիրները այսօր շատ լավ իմացան ձեր մասին եւ ես գրծա այդ որքան որ գրնամ ավելի լավ ծանոթացնել Հասմիկ Գրիգորյանը դուք գիտեք իբր բանաստեղծուի հավասիկ իմացակ իր կյանքի մասին իր քաղաքուն մասին իր դպրոցի մասին այլ տարբեր տեղեկություններ Եթե դուք ունիք ովևէ մեկ ավելցնելիք թե այսօր ովևէ մեկ նյութի շուրջ չխոսեցանք կարծեմ ակրոստիկոսը մորսանք պետք է անի խոսենք աբա շնորհական խոսքը ցեզ մեկը լսեմ ակրոստիկոսներու համար Գարձեմ ասեցիք դուք հարցազրույցը սկիզբի թե պետք է անձը լավ գիտնակ, որբեսի այդ պատճառով, այսինքն լավ ծանոթ դառնացեզի, որբեսի քրեք։ Եթե ասենք այսօր ունգընտիրները մեկը ասավ թե
Հասմիկ ջան, ես ուզում եմ իմ անունից դարերով ագրոստիկոսը անունի դարորևը որ կկրվի ամին չափես կպատրաստեք կամ կփորձեք թարսյալ լավ մոտենալ, լավ ծանոթանալ անձը եւ աբացեր դաղանտին վստահելով ագրոստիկոսը կրեք եւ մեջտեղ կա։ Էսի ջան, անձը սիրված անձ լինի, համակրես այդ անձին, իհարկե, անշուշտ կարող ես շարադրես, քրես, բայց ստիպողական չի լինի։ Նորից եմ ասում, ստիպողական չես կարող կրես։ Որ մեկը ավելի թյուրափար կկրվի ագրոստիկոսները կամ այն ինչ որ գասմունք եք բանաստեղծությունները։ Ագրոստիկոսները հեշտ է, Ստեսի ջան, ագրոստիկոսը անվան տառն է, անվան տառը 4 տառ է, 5 տառ է, քարատող կկոչվի, քայրակ կկոչվի։ Իսկ բանաստեղծությունը միտք ունի, ասելիք ունի, իմաստ, սկիզբ, վերջաբան։ Սիրո աշուննոր գրեց ինչ կան գեղեցիկ ստացվել էր։ Սիրո աշունը կարծես անցյալն ու ներկան համատեղեցի միաժամանակ մի բանաստեղծության մեջ։ Սկզբի հիշողություն, հա, երիտասարդ տարիներին աղջնակը սպիտակ անձրևանոցով դուրս ելավ ու վերջաբանը մի ծանոթ հայացք հետևում էր ինձ, վերջաբանը նորից անցած անդրադարձա, շահկապված են իրար, պետք է համահունչ լինեն, համապատասխան, ավելի բարդ է, քան ագրոստիկոսը։ Ագրոստիկոս այդքան կարևորություն չեմ համարում, այդ կարծես սրտի մխիթարանք է, փոքրիկ նվեր ինչ-որ մեկին, հա, ուրախացնելու համար, բայց բանաստեղծությունը ավելի լուրջ է, պատասխանատվություն է բանաստեղծությունը, որպեսզի ընթերցողը կարդա հաճույք կզգա, հաճելի լինի, ոչ թե։ Նամանավանդ լսողին համար, դուք ասեցիք սիրո աշուն, գիտենք եւ հիշեցնենք սիրո աշունը, աբացեզմեն վերջին խոսքը պիտի խնդրեմ։ Ջերմ ողջուններս, Բրացոս Թարզի հայաստղեր հաղորդաշարի իմ սիրելի ունկնդիրներին, ակնդիրներին և ռադիոյի անձնակազմին, հաղորդավարի Ստեսի Ավետիքյան Արաբյանին, Պիեր Արաբյանին, Հրակ Թաշջյանին և Նելի Ավետիքյանին։ Այսօր ցես համար ասմունքելու եմ Սիրո աշուն խորագրով իմ բանաստեղծությունը և նվիրում եմ բոլորիդ, մաղթում եմ բարձր տրամադրություն, ուրախ հաճելի ժամանց։ Սիրո աշուն Աշնան անձրևը տեղած մեղնիկ, ասես ձայն էր տալիս իմ պատուհանից, և տխուր մի մեղեդի էր լսվում հեռվից, աժի իմ սեր, շրջենք միասին, այն սիրո աշունն էր այցելել ու կանչում էր ինձ, ինչպես ամոք այն աղջնակը, դուրս ելա սպիտակ անձրևանոցով ու քայլեցի այգի տանող հին ճանապարհով, ուր լեցուն է եղել միշտ սիրահար զույգերով, օրորվելով թափվում էին տարեց բալդիների վեղնած ու թաց տերևները, երբ աշնան քամին դեմքիս հպվեց նշպիկ, արտասովոր մի զգացմունք պատեց հոգիս, զգացի մեր սիրո այն համբյուրը առաջին և մարմնովս սարսուր անցավ, ես թողացի մի ծանոթ հայացք թակուն հետևում էր ինձ։
Ահա Վասիկ սիրո աշուն հիշեցուցինք ծեր բոլորին, որ մեկ ստեղծագործության մասին էր, որ մեկ բանաստեղծության մասին էր, շնորհակալ եմ թե հիշեցուցիք եւ դարձյալ մեր հարգելիները գրած են այսօր թե շատ ուրախ են, շատ խանդավառված են, շնորհակալություն հայտնեն ինձ թե թեզի գրծա լավ ծանոթացնել, բնավ շնորհակալություն հայտնելու պետք է չունիք, որովհետև իսկապես թե արժանի է մեր հարգարժան բանաստեղծուհի Հասմիկ Գրիգորյանը։ Եթե ձեզ մե պիտի խնդրեմ վերջին սրդակին խոսք, ինչ ունիք ասելիք ձեր բարեկամներին, հետևողներին, հայ ազգին նամանավանդ, երևանցիներին, գյումրիցիներին, համայն հայության, ինչ սրդակին խոսք ունիք փոխանցելիք արդյոք։ Ողջ աշխարհի հայությունը թող մնան հայեցի, որքան էլ որ ծանր իրավիճակ լինի, երբեք չհուսահատվեն, Աստված մեծ է, մեր հայ ազգը Աստծուն նվիրյալն է, մենք հայ քրիստոնյա ենք, մենք պետք է մեր հույսը տնենք Աստծուն, ամեն ինչ պետք է որ լավ լինի, միայն խնդրում եմ մեր հայկականը, մեր ավանդույթը, մեր հայկական ընտանիքները, մեր հայ օջախները թող չփոխվին, թող մնան հայեցի, որտեղ էլ որ ապրեն, ես գիտեմ, սփյուռքի հայերը պահպանում են մեր հայկականը, մեր հայ մայրենի լեզուն, ես սիրում հարգում եմ բոլոր մասնագետներին, ողջունում եմ բոլոր իմ ունկնդիրներին եւ ասում եմ բոլորիդ սիրում եմ, թե ձեր խոսակցականը, թե ամեն ինչը, իրենց անկեղծությունը, մարդու մեջ գնահատում եմ ասնվությունը, անկեղծությունը, մաքուր հոգին, բոլորը քույրերի պես են ինձ, բոլորին սիրում եմ, ուզում եմ, որ շարունակական լինի, մեր կապը, որքան էլ որ դժվար լինի ինձ համար, ես պատրաստ եմ բոլորին հանդիպելու, բոլորին դիմավորելու, բոլորն էլ իմ մոտ մեծ տեղ ունեն, Ամերիկայի, թե Ֆրանսիայի բոլոր սփյուռքահայությունը ողջ աշխարհի, թող կան Հայաստանը, մեր հայրենիքը, տեսնեն, վայելեն, շրջեն, մեր գեղեցիկ Գյումրին ծանոթանան։ Ես շատ ուրախացա, երբ դրսից եկավ, Հերմինեն իր քույրիկի հետ, մեծ պատիվ էր ինձ, երբ որ իրենք ցանկություն հայտնեցին, որ ինձ ուզում են տեսնել։ Այո։ Նկարները գիտակցություն մեր պատդվելը Գյումրի հույսով եմ, որ նրանք էլ են հիշում եւ պետք է նորից կրկնվի։ Ոստացել են, որ նորից են ուզում այցելել հայրենիք։ 100% ներողություն, 100%, այո։ Գուզեմ մեկ բան ասել, թե 100% համամիտ եմ, այն որ թրսից ներս կուքա, պետք է ինք լուրդա, օրինակ ասենք, թե եթե դարբեր նահանք է եկել մեր նահանքը, պետք է լուրդամ, թե մենք հասել ենք, պետք է տեսնվին, կամ եթե Ամերիկայեն այլ դարբեր երկրներ են Հայաստան մեկնել են, պետք է անձը լուրդա, որբեսի իմանանք, թե իրենք հասած են եւ իրենք ցանկություն ունին տեսնելուն։ Ես այնքան ուրախ եմ։ Ես չեմ նեղենացնի ջան, առանց լուրջ տալու էլ որ կգան Գյումրի, հա, տեղեկացված չեն, որ եկել են եւ պատահական հերացայնում են, Հասմիկ, ուզում են քեզ տեսնել, այս վերջի ամառը Կոկո Սաշկսյանը Շողիկի հետ մեր հարգելի Ռաֆի Զակայրանին դիմեցին, իրենք եկան Գյումրի շրջելու, պատահական անկեղծ եմ պատմում, չեմ սիրում անբնական խոսել կամ ինչ-որ բան ավելացնել, պակասեցնել, անմիջական եմ ես, շատ ազնիվ պարզ, երբ զանգեց Ռաֆին, ես խանութում էի, հա, գնումներ էի կատարում, ասեց մենք մի ժամանակ ունենք, եթե հարմարեցես, եկեք հրաբարակ ուզում ենք տեսնենք ձեզ, հա, տանա շողիկը, կոկոսար, ողջունում եմ իրենց, շատ հաճելի ամուսիններին, այնտեղ Հակոբը եւ Լուիսին, հա, զույգերով իրենց ամուսինների բոլորը եկել էին։ Բոլորին ալ ողջույն, նամանավանդ Շողիկին եւ Կոկոին շատ լավ մարդ, բոլորն ալ լավ մարդ են, ինձ համար լա Լուսին ամուսինը Ռաֆին, Տիկինը բոլորն ալ լավ մարդիկ են։ Ինձ մեծ Գյումրին շրջեցին, ժամանակ քիչ կար, բայց մեծ բավականություն ստացան, նստան,
գեղեցիկ հավանեցին մեր Գյումրին շատ հավանեցին Անշուշտ պիտի հավանեն Գյումրին գեղեցիկ է իբր քաղաք եւ իբր մարդիկ որ դու գաբրել եք Գյումրիում ես դարձյալ շնորհակալություն պիտի հայտնեմ Ասմիկ Գրիգորյան թե միշտ ուշ արթուն մնալով ամենագեղեցիկ վիճոնները գասմունքեք կպատրաստեք սիրուն տեսքով գշբարվիկ մեզ համար կհակվիկ կգժբտակ այնինչ որ ունիք միշտ լավակույնն է որ կներկայացնեք հայաստեր հաղորդաշարի կողմէ մեր անձնագազմի կողմէ ես Փիերը Հրակը եւ Նելի մեծ շնորհակալություն կհայտնենք այս հավատարմության եւ լավ ստեղծագործություններուն համար Ես նմանապես շնորհակալ եմ բոլորից, մեր հայաստղեր հաղորդաշարի անձնակազմին, բոլորին սիրում հարգում եմ, հույս ունեմ, որ օրերից մի օր կգաք Հայաստան, Ստեսի ջան, ձեզ նմանապես մաղթում եմ Աստծո կամոք, բարի ճանապարհ լինի բոլոր հայությանը, Աստված հաշտի ճանապարհ թող կան մեր հայրենիք, տեսնեն ինչու՞ չէ, Ամեն ծանոթանան Ամեն Ուրեմն հույսով մնանք որպեսի Գյումրիի մեջ հանդիպենք ինչու՞ չէ ես շնորհակալ եմ այս մտերմիկ Առաջ այո Առաջ Աստված Մեր երկրին խաղաղություն լինի, կարևորը հայ զինվորին անհոգ ծառայություն Ամեն Ամեն Այս մոդեռնիկ հարցազրույցին համար շնորհակալություն պիտի հայտնեմ անգերց պատասխաններուն համար շատ այսպես բարձորեն ամեն բան բացատրելու համար եւ քեղեցիկ եւ իմաստալից պատասխաններ փոխանցելու համար Փանաստեղծի Հասմիկ Գրիգորյան սրտանց շնորհակալ եմ Կներեք մի քիչ կաշկանդված էի եթե ինչ օգնություններ կար ներող կլինեն Փանաստեղծները ինձ շատ չտադեն Բացարձակ ոչ դու լավն եք Դու շատ լավ մարդ եք, դու հրաշալի մարդ եք եւ որովհետեւ դուք կսիրեք քո սիրո համար երկը ես Ռաֆի Զաքարյանի ցայնով պիտի սփռեմ սույն երկը գնվիրեմ ցեզի եւ անամպեր կսպասենք հարաճիգա շաբթվա ստեղծագործությունների համար միանոց կուզեմ բոլորին ասել թե ապրիլ 24-ի սուկի շաբաթն է ուրեմն 21-ն է երկուշաբթի 21-ին հաղորդաշար պիտի չներկայացնեմ իբր հայ իբր սկացում անգարելի թե ես սուկի շաբաթը ուրախանամ եւ հաղորդաշարի ընթացքին խնդամ բարեմ խոսիմ հյուրընկալեմ անձնավորությունը այդ պատճառով ուրեմն հարաճիգա երկուշաբթի հայաստղեր հաղորդաշարը պիտի չներկայացնեմ արի հարքանք նահատակված 1.5 միլիոնի մեր քույրերուն եղբայրներուն հոգվույն համար ուրեմն ապրիլ 24-ի սկաշաբաթն է հայդակիր պիտի չներկայացնեմ Արզա եղավ Ողորմի մեր անցավորանց մեր Գյումրեցոնց խոսքով եմ ասում բոլորի շիրիմները խաղաղություն լինի թող հայազգը տխրություն չտեսնի չեմ ուզում որ սևա գլխաշոր մայրեր լինի սևազգեստ մայրեր լինի թող բոլորը անհոգ լինեն որպեսզի մեր հայ զինվորը անհոգ ծառայի ինչ որ եղել է Աստված չկրկնվի մոռացնել տա մեր հայազգի վիշտը միշտ ուրախություն տեսնենք ուրախ օրեր ապրենք ոչ մի մայր թող չթախծի ոչ մի մայր թող չկարոդի իր զավակին թող միշտ շփտան թող մայրերի հոգում միշտ լույս լինի ուրախություն լինի Ամեն Խաղաղն ընչին անտի աշխար կացողները եւ գարմիր կաբույտ նարնչակույն մեր մայր հայրենիքի թրոշակը միշտ մնա բարձր Անշուշտ Դարձյալ բարի եկել եք Փանաստեղծի Հասմիկ Գրիգորյան ուրեմն մենք պիտի ավարտենք այսօրվա հարցազրույցը քո սիրո համար Ռաֆի Զաքարյանի ցայնով ցտեսություն եւ բարի գիշեր ձեզ Շատ շնորհակալություն ստեսություն համբուրում եմ Ստեսի ջան մինչ հաջորդ հաղորդաշար Մեծ սիրով Առայժմ ցտեսություն